Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն համարյա թե ավարտում ենք նրա երկրորդ երգը։ Այսպիսով, ուրեմն ուսումնասիրում ենք 10-րդ գլուխը, որտեղ քննարկվում է արարչագործությունը։ Եվ ես այսօր կարդամ մեր այսօրվա տեքստը եւ մենք շարունակենք քննարկել։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ երկրորդ երգ 10-րդ գլուխ 11-րդ տեքստից։ Գերագույն անձնավորությունը անանձնական չէ, նա անշուշտ անհատականություն է։ Ուստի գերագույն նարայի կողմից ստեղծված տրանսցենդենտալ ջրերը կոչվում են նարա, իսկ նրան, ով պառկած է այդ ջրերի վրա, անվանում են նարայանը։ Պետք է հստակ իմանալ, որ բոլոր նյութական բաղադրիչները, գործողությունները, ժամանակը, գունանները եւ դրանք վայելելու համար ստեղծված կենդանի էակները գոյություն ունեն միայն Տիրոջ ողորմածության շնորհիվ եւ հենց որ նա դադարում է հոգալ նրանց մասին, ամեն ինչ դառնում է գոյություն չունեցող։ Միստիկ քնի անկողնում պառկած Տերը մղված անձամբ իրենից կենդանի էակների բոլոր տեսակները դրսևորելու ցանկությամբ իր արտաքին էներգիայով ստեղծեց ոսկեգույն սերմի խորհրդանիշ։ Լսիր ինձանից, թե ինչպես է Գերագույն Տիրոջ էներգիան բաժանում վերը նկարագրված ամբողջականը 3 տեսակի էքսպանսիաների՝ իշխող էակների, ենթակա էակների եւ նյութական մարմինների։ Երկնքից, որը գտնվում է արտահայտված Մահավիշնուի տրանսցենդենտալ մարմնում, առաջացան զգայարանների էներգիան, մենտալ ուժը, մարմնական ուժը, ինչպես նաև ողջ կյանքի ուժի աղբյուրի գումարը։ Եվ ասպես, ինչպես տեսնում ենք, մենք կարողանում ենք հասկանալ, որ արիացիները իրենք շատ ավելի մանրամասն են քննարկում արարչագործությունը, քան ուղղակի, ասենք, որ Աստված ինքը վերցրեց մի կտոր կավ եւ այդ կավից պատրաստեց ինչ-որ էակ, որին շունչ տվեց եւ ընդհանրապես չի հասկացվում, թե դա իրա ինչին էր պետք, հա։ Ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ առաջին գաղափարը, որը ինքը հնչում է, կայանում է նրանում, որ կենդանի էակները իրենք չեն արարվում իրականում, իրենք ունեն հավերժ հոգևոր մարմին եւ հավերժ Գերագույն Աստծո անձնավորության մասնիկներն են։ Եվ այստեղ արիացիները իրենք առաջ են քաշում մի շատ բարդ, բայց եւ շատ կարեւոր գաղափար։ Դա միաժամանակվա, այսինքն որ միաժամանակ կենդանի էակները իրենք որակապես նման են Գերագույն Աստծո անձնավորությանը, այսինքն իրա մասնիկներն են, հա, եւ հավերժ բաժանված են իրանից։ Սա ինքը շատ փիլիսոփայության տեսանկյունից շատ կարևոր գաղափար է, որովհետեւ մենք կարողանանք ընդհանրապես հասկանալ, թե ամեն ինչը ինքը ինչպես է տեղի ունենում։ Ուրեմն կենդանի էակը ինքը նույնպես հավերժ է։ Կա մի այսպիսի շփոթմունք, հա, որը ինքը առաջանում է նրանից, որ մեկ-մեկ արիացիների գրականության մեջ օգտագործվում է արարվել բառը։ Եվ երբ որ օգտագործվում է արարվել բառը, դա նշանակում է, որ ինչ-որ մի բան ստեղծվեց, այսինքն կա սկիզբը։ Իսկ դրանից հետո հայտարարվում է, որ կենդանի էակը ինքը հավերժ է, իսկ դա նշանակում է, որ ինքը սկիզբ չունի։ Բայց շատ մարդիկ իրանք վերցնում են այսպես, որ ինքը սկիզբ ունի, վերջ չունի, հա, բայց իրականում դա այդպես չի։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու համար են ընդհանրապես հեղինակությունները իրանք ստիպված լինում օգտագործել այդ արարվել բառը։ Իրականում խոսքը գնում է նրա մասին, որ հոգևոր աշխարհը ինքը գոյություն ունի զուգահեռության սկզբունքի հիմքի վրա։ Այսինքն, հոգևոր աշխարհում ամեն ինչը գոյություն ունի միաժամանակ։ Այնտեղ գոյություն չունի ժամանակ, հասկանում եք։ Եվ տեսեք, ասենք,
Իսկ նյութական աշխարհը ինքը դա ուրեմն հաջորդականության աշխարհն է։ Այստեղ ամեն ինչը ունի սկիզբ եւ ունի ավարտ։ Եվ երբ որ հոգևոր հեղինակությունը ինքը խնդիր ունի բացատրել հոգևոր ճշմարտությունները նյութական աշխարհում ապրող կենդանիակի համար, ինքը ստիպված է օգտագործել ինչ-որ բառեր, որոնք օգնում են կենդանիակին, որպեսզի ինքը զարգացնի հասկացողություն։ Ինչու՞։ Որովհետև նյութական բանականությունը ինքը չի կարող հասկանալ այդ միաժամանակվա ուրեմն բանը։ Ինքը չի կարող, ինչքան ուզում է փորձի պատկերացնի, թե ինչ է նշանակում, որ այնտեղ ներկան կա միայն ներկա եւ չկա անցյալ եւ ապագա, հա, դա ոչ մի կերպ չի կարող բանանել։ Հիմա տեսեք հոգեբանական տեսանկյունից, չէ՞։ Մենք կարող ենք ասել, որ հոգևոր աշխարհում կենդանիակները իրենք որտեղ եկեք այս կետից սկսեմ, հա, որտեղից է նյութական աշխարհում առաջանում անցյալ եւ ապագան։ Հա։ Դա առաջանում է այն կետից, չէ, որ կենդանիակը ինքը հիշում է ինչ է եղել իր հետ եւ հասկանում է, որ կան իրադարձություններ, որոնք իրան սպասում են։ Այդ տեսանկյունից արիացիները մի շատ կարևոր հուշում են անում մեզ, որ գոյությունը ինքը դառնում է հավերժ, երբ որ դու ոչ մի պատճառ չունես հիշելու անցյալը եւ ոչ մի պատճառ չունես վախենալ ապագայից։ Հիմա ինչ է պետք, որպեսզի դա տեղի ունենա։ Որպեսզի ես անհոգ ապրեմ ներկայում, անհրաժեշտ են երկու գործոն։ Մարդիկ սովորաբար մտածում են, որ անհրաժեշտ է մի գործոն, բայց իրականում անհրաժեշտ է երկու գործոն։ Առաջինը դա իհարկե այն գործոնն է, որ ես ինքս պետք է լցված լինեմ մաքուր սիրով կենդանիակների հանդեպ։ Բայց երկրորդը դա այն գործոնն է, որ ես պետք է տեսնեմ, որ ես ապրում եմ նույնպես մաքուր սիրո հիմքի վրա հենված ուրեմն կենդանի էակների շրջապատում։ Իսկ եթե ես, ասենք, փորձում եմ լինել բարի, լինել սիրող եւ դադարում եմ նկատել, որ շրջապատում կան նախանձ, թշնամաբար վերաբերվող կենդանիակներ, կան էակներ, որոնք իրենք պատրաստ են մրցակցել քեզ հետ, որպեսզի խլեն քեզանից քո դիրքը, քո ձեռքբերումները, զբաղեցնեն քո տեղը եւ այլն, ապա ես հիմար եմ, այլ ոչ թե ազատագրված հոգի, որովհետեւ հաշվի չեմ նստում իրականության հետ։ Այսինքն այդ անհոգությունը դա շռայլություն է, որը չի կարելի թույլ տալ նյութական աշխարհում, հատկապես եթե մենք գտնվում ենք հասարակության մեջ։ Այդպիսի շռայլություն իրեն կարող են թույլ տալ երևի ինչ-որ մի իմաստով հրաժարվածները, որոնք իրենք կարող են թույլ տալ, որպեսզի իրենց մեջ մտնի սիրո զգացումը, հա, բայց իրանք ապրեն մեկուսի վայրում։ Հասկանում եք։ Ուրեմն սա իրականում գաղափարներ են, որոնք իրենք շատ լուրջ հասկացողություն են ուզում։ Ինչ է նշանակում, ասենք, որ նյութական հոգևոր աշխարհում չկա անցյալ եւ ապագա։ Հասկանում եք, այսինքն այ որպիսի կենդանի ինչ է գլխավոր գաղափարը որտե որ որպիսի կենդանիակը լինի երանելի, չէ՞։ Ինքը չպետք է կարճած լինի անցյալի վրա, այսինքն ոչ մի բանի կրկնողությունը չպիտի ուզենա, այլ պետք է ապրի այստեղ եւ հիմա։ Հասկանում եք։ Չէ՞, բայց դա շատ բարդ եւ հետագայի խոսակցություն է։ Այս պահին ես ուզում եմ բացատրեմ, թե ինչու են օգտագործում բառեր, որոնք իրենք սխալ եզրակացության կարող է գալ մարդ, եթե ինքը չի կարողանում ճիշտ հասկանալ։ Ուրեմն տեսեք, նյութական աշխարհը ինքը հաջորդականության աշխարհն է։
Եվ մեր բանականությունը ինքը զատոչին է, ինքը ոնց որ ստեղծված է այնպես, որպեսզի մենք կարողանանք ընկալել, հասկանալ, ինչ-որ գնահատական տալ նյութական աշխարհին։ Թեկուզ իրականում նյութական աշխարհում էլ չկա ապագա եւ անցյալ։ Հասկանում եք, այդ ապագան ինքը ձևավորվում է այ ամեն վարքյան։ Եվ մեզանից ոչ մեկ չի կարող ասել, թե մի վարքյան հետո ինչ կլինի։ Թեկուզ իհարկե, պայծառատեսները կարող են տեսնել ապագան։ Այսինքն հասկանում եք, երբ որ կա այդ ինչն է էլի խառնաշփոթ սարքում, չէ՞, այդ պայծառատեսները։ Այսինքն ազնվորություններ, որոնք իրենք ունեն այդպիսի ունակություն տեսնել անցյալը, տեսնել ներկան եւ տեսնել ապագան։ Եվ սա ինքնըստինքյան արդեն չեք կարող էլի ջայլամի քաղաքականություն վարել, չէ՞։ Սա ինքնըստինքյան արդեն խոսում է դրա մասին, չէ՞, որ եւ անցյալը եւ ապագան, այսինքն այնինչ արդեն եղել է, եւ ոսնակ ասեք իմ համար դա ռեալություն չի արդեն։ Դա եղել անցել է, ոնց որ եթե դու կարողանում ես ապրել այդպես, որ ինչ եղել է։ Հա, դու կարողանում ես բաց թողնես անցյալը, եթե ճիշտ ես վերապրել այդ անցյալը, հա, այսինքն ճիշտ հետևությունների ես եկել, վերապրելը սա է նշանակում։ Եթե դու քո փորձից ճիշտ հետևությունների ես եկել, հա, ապա դու հիշողությունը ինքն իրան վերանում է։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ ցավ պատճառող հիշողությունները իրանք մնում են, որովհետև մենք այդ իրադարձությունները ճիշտ չենք գնահատել։ Երբ որ մենք ճիշտ ենք գնահատում, այդ անցյալը ինքը կոպիտ ասած մեր համար մահանում է։ Մենք այլևս չենք վերադառնում իրան, որովհետև դա նման կլիներ այդ էլի ծամածը նորից ծամելու։ Հասկանում եք։ Այ ծամել կներեք էլի, կուլ տալ, հետո նորից հետ բերել, նորից ծամել, ոնց որ կանում են կովերը։ Հասկանում եք, անիմաստ գործողություն է դա։ Եվ դա է, որ ինքը կոչվում է հիշողություն։ Եվ այդ հիշողությունը ինքը հենց դրա համար է, հասկանում եք։ Հիմա սիրելիներ, չէ՞։ Այդ տեսեք, այսինքն նյութական աշխարհը ինքը հաջորդականության աշխարհ է։ Այդ հաջորդականությունը ինքը միշտ նյութական աշխարհում ամեն ինչ այդպես է, որտեղ ինքը նյութական աշխարհը ունի սկիզբ, ունի պահ, երբ որ ինքը արարվում է, այդպես է, չէ՞ նկարագրվում, եւ ունի պահ, երբ որ ինքը վերանում է։ Հիմա, երբ որ նյութական աշխարհի մասին ենք խոսում, այդ արարվելը եւ վերանալը, չէ՞, ինքը դառնում է անհրաժեշտություն։ Երբ որ մենք խոսում ենք արդեն հոգևոր աշխարհի մասին, չէ՞, Գերագույն Աստծո ազնվորությունը Բհագավադ Գիտայում ինքը ասում է, երբեք չի եղել այնպես, որ գոյություն չունենամ ես կամ դու։ Ընդ որում ինքը չի ժխտում, որ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունն է, հասկանում եք, եւ ով, բայց ինքը կարող էր ասել, չէ, որ ես արարեցի կենդանի էակներին, ինքը արարել բառը օգտագործում է միայն նյութական աշխարհի արարչագործության հետ կապված։ Հիմա հոգևոր աշխարհում ասվում է, երբեք չի եղել, որ չլինեմ ես, երբեք չի եղել, որ չլինես դու, որովհետև դու իմ անբաժանելի մասնիկն ես։ Բայց երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ հիմա նյութական աշխարհում, օրինակ, երբ որ կանգնեցինք հոգևոր ճանապարհի վրա, չէ, այդ հոգևոր ճանապարհի վրա մենք պետք է ուրեմն հիմա սկսենք հետդարձ ճանապարհը, չէ։ Այդ հետդարձ ճանապարհի համար մենք առաջին հերթին պետք է իր տեղը դնենք։ Հասկանում եք, սա ամենաառաջին գործն է, որը անում է գիտելիքը, հոգևոր։ Ինքը իր տեղն է դնում Աստծուն։ Եվ այդ իր տեղը դնելը դա կայանում է նրանում, որ կենդանիակը պիտի հասկանա, որ ամեն ինչի աղբյուրը Գերագույն Աստծո ազնվորությունն է։ Հասկանում եք, հիմա տեսեք, իրանք երկուսն էլ միշտ կան, բայց Գերագույն Աստծո ազնվորության դիրքը միշտ բարձր է, կենդանիակինը միշտ ավելի անհամեմատ ցածր։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ ասենք մենք նույնիսկ պատկերացնել չենք կարողանում, չենք կարող, թե ինչպիսի ահռելի չափսերի է Գերագույն Աստծո ազնվորությունը։
Հիմա, երբ որ մենք դրա մասին խոսում ենք, մենք մաների դեսպես, որովհետև պիտի պատկերացնենք մի հատ եսի ինչ կարգի բաներ, ասես ինչ մեծության ընդհանրապես կարգի ազնվորության, չէ՞, մենք միշտ գնում ենք այն ճանապարհով, որ ինչ չափով ոնց որ հերք ենք իրան, էլի։ Չեք կարողանում պատկերացնել, որ այդ ինչ ես միշտ բերում եմ Պասկալի տեսության ուրեմն օրինակը, չէ՞։ Ինքը ասում է, ասենք, այվան մի հատ նայեք այս տիեզերքին, հա, եւ ասեք ինձ, այս տիեզերքում ընդհանրապես մեր մոլորակը ինչ չափս ունի տիեզերքի համեմատ։ Ոչ մի, չէ՞։ Ուրեմն Պասկալը ինքը ասում է, այս թղթի մոլեկուլները իրանք ինչ չափս ունեն այս թղթի համեմատ։ Ոչ մի։ Այդ ցանկացած այդ մոլեկուլի վրա կարող են ապրել կենդանիակներ, ոնց որ մենք ենք ապրում մեր մոլորակի վրա, եւ մեզ թվում է, որ ինչ-որ մի հատ աղրելի տարածքում ենք ապրում։ Չէ՞։ Ահա։ Հիմա ես այդ մոլեկուլի վրա ապրող կենդանիակների համար ինչ չափսեր ունեմ։ Ահրելի, չէ՞։ Դրա համար դա այդքան էլ ինչ որ եսի ինչ խնդիր չի, էլի, որ մենք հասկանանք, որտեղ մարդիկ մեկ-մեկ ասում են, «Իս ահրելի տիեզերքը ո՞նց կարող է մի հատ ազնվորություն ստեղծի»։ Ես էլ նորից եմ կրկնում։ Այս թղթի վրայի մոլեկուլները քանի հատ են, այստեղ քանի հատ տիեզերք է տեղավորվում։ Ես իր հանդեպ ինչ չափի եմ։ Հա։ Եվ ես, օրինակ, ինչ չափի եմ տիեզերքի համեմատ։ Հա, եւ գերագույն Աստծո ազնվորության առավելությունը միայն կայանում է նրանում, որ իրանից ավելի, այսպես պատկերավոր ասած, իրանից ավելի խոշոր ազնվորություն պրոստը չկա։ Всё, շատ պարզ գաղափար է։ Չէ՞։ Հիմա որպեսզի նյութական բանականությունը ինքը հասկանա իերարխիան, որտեղ երկուսն էլ հավերժ կան, չէ՞, ինչ է նշանակում կենդանիակը հավերժ կա։ Դա նշանակում է ինքը ունի հավերժ մարմին։ Իսկ որտեղից է առաջանում вообще այդ հավերժ մարմինը։ Կամ չէ, հասկացաք, չէ՞։ Ուրեմն փիլիսոփայության տեսանկյունից մենք պետք է հասկանանք մի հատ շատ բան, շատ այսպես պարզ հասարակ գաղափար։ Հավերժության հանդեպ, այդ լավ, եկեք այս կետից սկսեմ, հա։ Գոյություն ունի կուլտուրա հարց տալու։ Հասկանում եք։ Այսինքն կենդանիակը, եթե ինքը բանականություն ունի, ինքը կարողանում է գնահատել, թե ինչպիսի հարցեր են, որ իմաստ ունեն, իսկ ինչպիսի հարցեր են, որ ընդհանրապես իմաստից զուրկ են։ Եվ այդպիսի հարցեր տալը, դա կակրած նշանակում է բանականություն չունենալ։ Տեսեք, եթե դուք հիշում եք, երբ որ մենք ուսումնասիրում էինք այն գլուխները, որտեղ Տեր Բրահման ինքը հայտնվեց լոտոսի ծաղիկի վրա, այնտեղ մի հատ շատ կարևոր process կար, չէ՞, որը մեր մեջ պիտի դաստիարակեր փիլիսոփայության, այ փիլիսոփայությանը մոտենալու ամենագլխավոր մշակույթը։ Որն էր այդ մշակույթը։ Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է։ Երբ որ ինքը հայտնվեց կյանքի լոտոսի վրա, ինքը առաջինը ինչ որ փորձեց, դա այն էր, որ ինքը ուզում էր հասկանալ իր ծնունդի ակունքը, այսինքն թե ինքը ընդհանրապես որտեղից հայտնվեց։ Չէ՞։ Հիմա, երբ որ ինքը նայեց իր շուրջը, ինքը տեսավ, որ այնտեղ կա ինչ որ մի հատ ջուր, հələ չենք անուն մանուն հələ չկա։ Ինչ որ մի հատ ջուր կա, եւ այդ ջրի մեջից դուրս է գալիս այդ լոտոսի ծաղիկը, որի վրա ինքը նստած է։ Եվ կա մի հատ անսահման մութ տարածություն, որտեղ ինչ որ մոլորակներ են պտտվում։ Անկենդան։ Հիմա
Այստեղից մենք կարողանում ենք դες կամաց հասկանալ, չէ, գիտնականները որտեղից են վերցրել, նախասկզբնականորեն էլի, որտեղից են վերցրել այդ հուշումները, որ սկզբից եղել են ուղղակի դատարկ մոլորակներ, հետո սկսել է ձևավորվել կյանքը, հա, այդ հաջորդականությունը, ինչպես մենք տեսնում ենք, դա արիացիները իրենք հազարավոր տարիներ առաջ արդեն այդ ամենը հասկացել են նյութական աշխարհի մասին, հա, եւ բոլորը իրանք իրականում կրկնում են այդ տեսությունը, հասկանում եք, այս կամ այն կերպ կրկնում են այդ տեսությունը։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ տեսեք ասենք, եւ ինչ ասվեց, որ որպեսի Բրահման ինքը հասկանա իր ակունքները, ինքը միայն ձև տեսավ, որ ինքը նստած է մի հատ լոտոսի վրա, որի ցողը մտնում է այդ ջրի մեջ։ Բանականությունը, ինքը բանականությունն է, չէ՞, բանականությունը իրան ստիպեց մտածել, հա, որ այ իմ բանը, իմ քոքը այնտեղ է, որտեղ է ցողը ինքը գնում է ջուրը։ Տրամաբանական եզրակացություն է, չէ՞։ Ինքը սուզվեց այդ ջրերի մեջ։ Եվ ինչքան խորանում էր, հա, ինչքան խորանում էր, չէր կարողանում գտնել այդ ցողի վերջը։ Թեկուզ ասված է, չէ՞, այդ օֆիցիալ ասվեց, չէ՞ որ դա Գերագույն Աստծո անձնավորության պորտից է, բայց Բրահման ինքը ինչքան սուզվում էր, չէր կարողանում գտնել, մինչև այն պահը, երբ որ ձայն լսեց, որ գնա ճգնություն արա, այսինքն ուսումնասիրելով դու երբեք չես գտնի գոյության հրաշքի ակունքը, հա, դա հասկացվում է միայն իմ ողորմածությամբ, ինչի, որովհետև ես եմ արարել, որովհետև ես, դուք իմ մասնիկներն եք, միայն ես գիտեմ ձեր մասին ճշմարտությունը, երբ որ դուք նյութական աշխարհում եք, հոգևոր աշխարհում բոլորը գիտեն, բայց նյութական աշխարհում միայն ես գիտեմ, թե դու որտեղից ես հայտնվել։ Կամ մի ուրիշ պատմություն, Տեր Շիվան ինքը համարվում է բոլոր կենդանիեակների, նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանիեակների սերմ տվողը։ Դուք երևի թե տեղյակ եք, որ ասենք բաները, արիացիները, մեր ժամանակներում նաև հնդիկները, իրենք ունեն երկրպագության այդպիսի մի երևույթ, որը կոչվում է Շիվալինգամ, որը իրականում դա Տեր Շիվայի կներեք սեռական օրգաններն են, հա, եւ ինչու համար է այդ խոնարհումը, այդ որ իրանք ընդունում են, որ Տեր Շիվան է բոլոր կենդանիեակի սերմի կրողը, հա, հիմա այդ Տեր Շիվան ինքը մի անգամ Տեր Վիշնուին, այսինքն Արարչին եւ Տեր Բրահմային, հա, բան է անում, որ կարող եք գտնել այդ կներեք այդ իմ սեռական օրգանի վերջը։ Տեր Բրահման ինքը, նու կոպիտ ասած, սկսում է գնալ դեպի ներքև, Տեր Վիշնու դեպի վերև։ Ասում է մի որոշ ժամանակ ինքը այսպես բանով հարցնում ասում է, ոնց է գտանք։ Տեր Վիշնուն ասում է ոչ։ Հա, եւ Տեր Շիվան ասում է դու ասեցիր ճշմարտությունը, որովհետեւ վերջ չունի։ Հա? Տեր Բրահման ինքը ասում է այո, նյութական բանականությունը, հա, որովհետեւ ամեն անգամ նյութական բանականության բանն էլ, ասենք այդ սպეციფიკան էլ չէ, կանում է նրանով, որ երբ որ ինքը ինչ-որ մի բան հասկանում է, իրան թվում է, որ այդ ինչ-որ ինքը հասկացավ, դա վերջն է։ Այնքան ժամանակ մինչև ինքը բնությունը առաջ չի քաշում, այսինքն չի բացում իր մասին ինչ-որ մի այնպիսի գաղտնիք, որից մարդը ինքը կարողանում նյութական բանականություն, ինքը կարողանում է հասկանալ, որ ինչ-որ մի հատ նոր խորության պլաստ բացվեց, որի շուրջ ինքը հիմա պետք է ուրեմն մտածի եւ այլն եւ այլն, չէ՞, հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, Տեր Բրահման ասեց, այո, ես գտա։ Շիվան զայրացավ եւ ասեց դու ստում ես։ Եվ որովհետեւ դու հիմա ստեցիր, մեզ երեքից, որովհետեւ այդ երրորդությունն է, չէ՞, ղեկավարում նյութական աշխարհը, Արարիչը,
որպես առաքինության գոյավիճակի տիրակալ, Տեր Բրահման որպես կրքի գոյավիճակի տիրակալ եւ Տեր Շիվան որպես տգիտության գոյավիճակի տիրակալ։ Ընդ որում Արարիչը եւ Տեր Շիվան, Արարիչը ինքը արարում է նյութական աշխարհը, Վիշնուն, Տեր Շիվան ինքը ավիրում է նյութական աշխարհը։ Եվ Տեր Բրահման ինքը այդ ստեղծագործական, երբ որ ինչ-որ մի բան, այս ամեն ինչը, դա Տեր Բրահման է։ Տեր Բրահմայի սկզբունքը, այսինքն կրքերի գոյավիճակի սկզբունքը։ Եվ Շիվան ինքը ասում է, այդ պատճառով, որ դու ստեցիր, որ նյութական բանականությունը ինքը կարող է հասկանալ, թե որտեղից է կյանքի սերմը, հա, այսինքն սկիզբը, կյանքի սկիզբը որտեղից է, հա, ես ուսոր անիծում եմ քեզ, հա, եւ կենթանի էակները նյութական աշխարհում քեզ չեն խոնարհվելու։ Այդ բոլորը իմանալու են, որ դու կաս, բայց քեզ խոնարհվելու կուլտուրա չի լինելու։ Դու չունես այդպիսի ֆունկցիա ընդունել երկրպագություն։ Հասկացաք։ Ուրեմն այսա ինքը խորը իմաստ ունեցող սկզբունքի մասին են խոսում արիացիները։ Այսքան իրենք խոսում են նրա մասին, աստվածակենտրոն գաղափարախոսություն, հա, իրենք խոսում են նրա մասին, որ Տեր Բրահման ինքը հետագայում իր աղոթքներից մեկում կասի։ Եվ թեկուզ աթեիստները, եթե ճիքեր գործադրեն, կարող են հաշվել նյութական աշխարհում գոյություն ունեցող ամեն մի ատոմը, հա, հասկացաք, չէ, ինչ մեծ բան է, հնարավորություն է ինքը տալիս նյութական բանականությանը, իրանք միևնույնն է չեն կարող հասկանալ Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հասկանում եք, սա իրականում շատ կարևոր կոդ է, ահավոր կարևոր կոդ է այս կոդը, հա, որտեղ մենք կարողանում ենք հասկանալ, թե ընդհանրապես հոգևոր տեսանկյունից նույնիսկ փիլիսոփայությանը մենք ինչպես պիտի մոտենանք։ Գիտեք, օրինակ ես շատ եմ հանդիպել այդպիսի մարդկանց, որոնք իրանք իրականում, գիտեք, այսպես էլի, ռեալ, իրապես հասկացող, շատ խորը բանականություն ունեցող անձնավորություններ են, չէ՞։ Եվ ասենք, ես շփվում եմ սովորական մարդկանց հետ միայն այն տեսանկյունից, եթե կարող եմ փոխանցել, եթե կարող է զրույց լինել հոգևոր թեմաների շուրջ, չէ՞։ Մնացածը, ասենք, դա ուղղակի խանութում կամ, չգիտեմ, ինչ-որ մի, ոչ, իմ այդպես առևտրի վայրերում շփումներ են վաճառողների հետ եւ վերջերս ուրիշ ոչ մի շփում չունեմ։ Եվ գիտեք, ասենք դու հիմա, ասենք, պատրաստ ես նրան, որ ինչ-որ հոգևոր թեմաներ քննարկես, չէ՞։ Եվ ամեն անգամ, երբ որ ես երիտասարդ էի, թվում էր, որ հիմա այսպիսի խելք ունեցող անձնավորությունը ինքը չի կարող չհասկանալ, թե ինչի մասին է խոսքը, հա։ Ու ես, ասենք, սկզբում այսպես ոգևորված ուրախանում էի, որ խելացի մարդու եմ հանդիպել։ Եվ ամեն անգամ ինձ այնպիսի հիասթափություն էր սպասվում այդ դաշտում, հասկանում եք, որովհետև ամեն անգամ թող ինձներ են, էլի, բոլոր խելացի մարդիկ, հա, ամեն անգամ գալիս այդ կետին էինք հագնում, որ կա ինչ-որ մի հատ կետ, որ այդ, որ ինքը գիտի, որ ինքը խելացի է, հասկանում եք, ինքը այսպես յուրահատուկ մի հատ էգո ունի, հա, որ ես կարող եմ հասկանամ, եւ երբ որ հնչում են գաղափարներ, որ ինչ-որ տեղեր կա, որ ոչ, նյութական բանականությունը այլևս չի գործում, եւ այդտեղ դու կախված ես ողորմածությունից, որովհետեւ մենք տեսանք հենց Տեր Բրահմայի օրինակի վրա, արիացիները իրենք դա են բացատրում, որ Բրահման ինքը ձայն լսեց, որ իրան ասեց ճգնություն։ Հա, այսինքն բաներով, էքսպերիմենտալ ձևով դու չես կարող հասնել ճշմարտությանը, գնա մտածի։ Այ երբ որ դու կկենտրոնանաս ինչ-որ մի թեմայի վրա, որ դու դա ուզում ես հասկանաս, հա, եւ այդ թեման հասկանալու համար պատրաստ կլինես, ոնց որ քեզի կտրես վայելքներից,
Եվ դա կոչվում է ճգնություն։ Ինքը այդ պահին կարող էր, չգիտեմ, վայելեր, կարող էր իր համար ինչ-որ մի բանով զբաղվել, բայց ինքը նստած մտածում է, որ հասկանա։ Ինքը այդտեղ վերջը Բhagavad-գիտայում Տեր Կրիշնան ասում է, ճգնությունը իմ կամքը, չէ՞։ Եվ ինքը տեսավ, որ վերջնականում ինքը իրանով ոչ մի բան չհասկացավ։ Ուղղակի Գերագույն Աստծո ազնվորությունը գոհ մնալով իր ճգնությունից, այսինքն այն լրջությունից, որով ինքը ուզում է մի բան հասկանալ, իր առաջ բացեց ճշմարտությունը։ Եվ այստեղ է գաղտնիքներից գաղտնիքը։ Հասկանում եք, եւ այստեղ է որ բանը, ասեք լավ, բառը չեմ գտնում հիմա, այլ կերպ ասեմ, հա։ Տեսեք, ասենք, չէ, ուրեմն այս գաղտնիքը, չէ, ինքը շատ կարևոր կետ է, որտեղ կենդանեակը ինքը պիտի հասկանա, որ վերջնականում, որովհետև ամեն ինչը պատկանում է Գերագույն Աստծո ազնվորությանը, մինչև դու իրա կողմից համաձայնություն չունենաս, որ դու կարող ես դա հասկանաս, քո առաջ դա փակ է լինելու։ Հիմա դուք ինձ կասեք, ժամանակակից գիտությունը ինքը ֆանտաստիկ արդյունքների է հասել բաների մեջ, ուրեմն այդ վիզուչենիա, էլի, այդ ուսումնասիրությունների մեջ, չէ՞։ Հասկանում եք, եւ ես ձեզ կասեմ, այո, իհարկե, բայց գիտեք ինչ է հաշվի, որովհետեւ 500 տարի առաջ մեր մոլորակ է եկել նույն Հնդկաստանում Տեր Չայտանյան, որը ինքը հայտարարել է Աստվածամերժության դարաշրջանի համար նախատեսված կրոնականությունը։ Երբ որ ինքը այդ կրոնականությունը հայտարարեց, հա, տեղի ունեցավ մի հատ շատ հետաքրքիր բան։ Ինքը ասեց. «Եվ ես ջարդում եմ գիտելիքի բոլոր գաղտնի, ուրեմն այդ սունդուկների կողպեքները, հա, այսինքն բացում եմ մարդկության առաջ բոլոր գաղտնիքները»։ Եվ այդ իմաստով, մի ծիծաղալի բան ասեմ, էլի, այդ իմաստով ինտերնետի գոյությունը տեղի է հնարավոր է դարձել Տեր Չայտանյայի ողորմածությամբ։ Որովհետև հիմա, չէ, ամենամեծ տեղեկատվական դաշտը դա ինտերնետն է։ Թեկուզ այս պահին իհարկե մենք հասկանում ենք հատկապես արհեստական բանականությունը հայտնվելուց հետո, երբ որ ամեն մարդիկը կարողանում է իր ուզած ձևով ռոլիկներ սարքել, իր ուզած թեմաներով ինչ-որ բաներ պատվիրել այդ խեղճ բանին, արհեստական բանականությանը, եւ ինչ սուտ սխալ գաղափարներ կան, լցվել է ուղղակի, հեղեղել է ինտերնետը, միջև հետև եթե արհեստական բանականությունը չկար, այդ նույն բանը մարդիկ էին անում, ես միշտ պատմում եմ, որ ես այդ բանի վրա այդպես ուշադրություն չէի դարձրել, ճիշտ ասած չէի նկատել այդ պահը, երբ որ մենք աղջկաս այդ պարապսիխոլոգիայի սեմինարի գնացինք Մոսկվա, այնտեղ ուրեմն այդ սեմինարի վարողը ինքը շատ հետաքրքիր մի բան ասեց, ընդհանրապես ասեց ժամանակակից աշխարհում մարդը եթե ինքը փորձում է կրթություն ստանալ ինտերնետի միջոցով, հա, դա ամենաանհուսալի բանն է, որովհետև ինտերնետը գործում է այսպես, ցանկացած մարդ ինքը կարող է դուրս գալ, եւ եթե մի քիչ պերճախոս է, կարող է ինչ-որ մի հատ գաղափար ասել, եթե այդ գաղափարը օրվա ընթացքում 5 հոգի ռեպոստ արեց, մյուս օրը առավոտը ամբողջ մարդկությունը այդ գաղափարը ընդունում է որպես ճշմարտություն։ Հասկանում եք, ուրեմն այդ իմաստով իհարկե ինտերնետը մի կողմից ոնց որ շատ մեծ հնարավորություն, այո, ինքը ռեալ շատ մեծ հնարավորություններ է տալիս եւ խաբեբաներին եւ ճշմարտախոսներին։ Եվ մարդկությունը ինքը չի կարողանում ընդհանրապես նյութական աշխարհում կենդանիակները չեն կարողանում դուրս գալ այդ երկակիության դաշտից, որտեղ միշտ կա եւ խաբեությունը եւ ճշմարտությունը եւ չարը եւ բարիքը, որտեղ սա երկակիության աշխարհն է։ Ինչու է երկակիության աշխարհը, որտեղ այստեղ ապրում են կենդանիակներ, որոնք նախանձ են եւ
թշնամաբար են տրամադրված ուրիշ կենդանիակների համար եւ որոնք բարի են։ Այսպիսի կենդանիակներ միշտ կան եւ այդ երկակիությունից ազատվել նյութական աշխարհում հնարավոր չի։ Հա, երկակիությունից ազատ է հոգեվոր աշխարհը, որովհետեւ այնտեղ չկա ատելություն, այնտեղ կա միայն սեր։ Այսինքն ինքը մի կոմպոնենտ ունի։ Հասկանում եք, չէ՞ սիրելիներս, հիմա ուրեմն ինչ ենք քննարկում, որ բանականությունը ինքը ունի իր սահմանները, այսինքն հասկանալու իր հնարավորությունների իր սահմանները ունի նյութական բանականությունը։ Ինչ է սա նշանակում, որ կա մի կետ, որից հետո, հա, հարցադրումը ինքը խոսում է նրա մասին, որ իրականում ազնվորությունը ինքը այդքան էլ խելացի չի։ Օրինակ այդ թեման շարունակելով, չէ, երբ որ այդ շատ խելացի մարդկանց հետ սկսում ես խոսել Աստծո մասին, չէ, իրանց թվում է, որ իրանք մի հատ ահավոր խելացի հարց են տալիս, որ ոնց կարող է հոգևոր աշխարհը ինքը լինել արդար, եթե այդտեղ արդեն նախասահմանված է, թե ով է լինելու Աստված։ Եվ իրանք այսպես խելացի դեմքի արտահայտությամբ ասում են. իսկ ինչու է հենց ինքը Աստված, իսկ ես սովորական կենդանի էակ։ Այդ տեսնում եք, դուք այդ հարցի պատասխանը չունեք։ Եվ իրանք դա ասում են այնպիսի դեմքի արտահայտությամբ, ոնց որ այդ նույն երևույթը գոյություն չունի նյութական աշխարհում, եւ իրանք նյութական աշխարհում այդ հարցի պատասխանը ունեն։ Ովքեր են այդպես իրանց պահում։ Նրանք, ովքեր որ համտեսել են կյանքը դեմոկրատիայի մեջ։ Հա, որտեղ մի պահ կենդանիակների սովորական մարդուն հնարավորություն էր տրվում բարձրանալ բարձրաշխարհիկ շերտ։ Ինչպես հասկանում ենք, հիմա այդ շերտում ապրող կենդանիակները այլ որոշումներ են ընդունել։ Եվ հենց այս պահին, երբ մենք այստեղ ձեզ հետ նստած ենք, հա, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների առաջ կանգնած ազատության սիմվոլը ուղղակի սուզվում է օվկիանոսի մեջ, որովհետև ազատության եւ արդարության, այսինքն դեմոկրատիայի սկզբունքները հենց այս պահին թաղվում են։ Շատ այսպես ամառորեն եւ բան։ Թե ինչ կլինի սրա վերջը, ոչ մեկ չի հասկանում, չեք պատկերացնում դեռ որ մենք գտնվում ենք այդ անցողիկ շրջանում, երբ որ այո, շատ լուրջ համակարգ կա արդեն ստեղծված, չէ, որտեղ սովորական մարդկանց կարելի է ղեկավարել հենց նույն, ասենք, այս համակարգչային ցիֆրավորի թվային տեխնոլոգիաներով, չէ, եւ կա արդեն նոր տերմին, որին մենք դեռ որ լուրջ նշանակություն չենք տալիս։ Դա թվային ստրկությունն է։ Թվային ստրկությունը ինքը կսկսի այն պահից, երբ որ մեր ձեռքում կվերանա փողը։ Այսինքն ազատությունը օգտագործել այն, ինչ դու ուզում ես, այն, ինչ դու վաստակել ես, ինչպես որ դու ուզում ես։ Հա, մի կողմից անշուշտ մենք կարող ենք ասել, որ դա հիանալի միջոց է չունենալ պետության մեջ ստվերային տնտեսություն։ Հիանալի միջոց է ղեկավարել բոլոր տեսակի տերորիստական շարժումները, SNL, այսինքն լիքը նեգատիվ բաներ կան, որոնց վերջը կտրվի։ Բայց մյուս կողմից ամենացավալին դա նա է, որ նրանք, ովքեր ղեկավարելու են այդ սիստեման, հենց իրանք առաջի հերթին, եթե հիշում եք, Կալիուգան հենց այդպես էլ նկարագրվում է, արիացիները իրենք ասում էին աստվածաբեժության դարաշրջանում իշխանավորները լինելու են, կներեք, առաջին գողերը։ Եվ իրանք այնպիսի գողեր են լինելու, որ սովորական գողերը իրանցից վախենալու են, իմինը գողության տեսանկյունից։ Դե ասեք, իչեր կարող են իրանք իրանց թույլ տալ։ Հասկանում եք,
չէ՞։ Եվ այդտեղ է, չէ, որ եթե դու իմանաս, որ սիստեման, այդ թվային սիստեման ինքը առաքինի ձեռքերում է, իհարկե սա հրաշալի ինստրումենտ է, բայց եթե ինքը կողոպտողների, բռնություն կատարողների եւ սրիկալների ձեռքերում գտնվի, դուք հասկանում եք, չէ՞, որ մարդկությունը ինքը մարդկությանը շատ սովորական մարդուն, այսպես в очередной раз, էլի, հերթական անգամ շատ ծանր փորձություններ են սպասում։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչի մասին ենք խոսում, որ խելացի մարդը ինքը պիտի հասկանա, որ նյութական բանականությունը իր ընկալման վերջը ունի։ Այսինքն, երբ որ Գերագույն Աստվածածավությունը ինքը արարել է նյութական աշխարհը եւ տվել է կենդանիակներին նյութական մարմիններ, քոքը, նյութական աշխարհի հոգեբանական քոքը կայանում է նրանում, որ այստեղ ապրում են, այստեղ գալիս են այն կենդանիակները, որոնք իրանք չեն ուզում գիտակցել, որ իրանց քոքը Աստված է։ Եվ դրա համար ցանկացած նյութական մարմին, չէ, նյութական իր մեջ եղած նյութական բանականությունը ունի սահման։ Եվ այդ սահմանը այն դա է, որ իրան տրված չի ընկալել իրա եւ Աստծո կապը։ Դրա համար, ինչպես մենք տեսանք Բhagavad Gita-ում, ովքեր որ լսում են, ինչ ասեց Գերագույն Աստվածածավությունը։ Ինքը ասեց միայն հոգևոր բանականությամբ է հնարավոր հաղթահարել այդ խնդիրը։ Եվ ինչ է նշանակում հոգևոր բանականություն։ Դա այն բանականությունն է, որը իր մեջ պարունակում է հոգևոր գիտելիք։ Ինչ է նշանակում հոգևոր գիտելիք։ Принимать данность, ընդունել այնինչ կա։ Հասկանում եք։ Իսկ կա այն դա, որ այս անձնավորությունը ինքը հավերժ Աստված է, իսկ այս անձնավորությունները հավերժ իր մասնիկներն են։ Եվ եթե դու այդ հարցն ես տալիս, ինչու դա, ինչու սա, դա հենց այն հարցն է, որի պատճառով դու եկել ես նյութական աշխարհ։ Որտեղ ուզել ես փորձարկել, որ ես կարող եմ ճիքեր գործադրել եւ լինել Աստված։ Հիմա տեսեք, եթե մենք այդ տեսանկյունից նայենք, չէ՞, ուրեմն ինչ ենք ստանում մենք նյութական աշխարհում, էլի, սիրելիներս։ Գերագույն Աստծո ազնվորությունը մեզ հետ մի հատ խոսակցություն ունի։ Ինքը ասում է, երբ որ ես եմ Աստվածը, այսինքն երբ որ ես եմ ղեկավարը, երբ որ ինձանից է կախված, թե ես ոնց եմ ապրելու եւ դուք ոնց եք ապրելու, ինձ մտահոգում է, որ դուք լինեք երջանիկ։ Այո, ինձ մտահոգում է, որ ես էլ լինեմ երջանիկ։ Այսինքն ինձ մտահոգում է, որ մենք բոլորս լինենք երջանիկ։ Եվ երբ որ իմ կամքն է կատարվում, այսինքն դուք ենթարկվում եք իմ կամքին, դուք հայտնվում եք մի աշխարհում, որտեղ չկա մահ, չկա վախ, չկա թշնամանք, չկա մրցակցություն, որտեղ մենք բոլորս ամեն մեկը իր տեղում սիրում ենք բոլորին։ Եվ նա, ով որ թվում է, որ բարձր դիրք ունի, նա երբեք չի արհամարհում նրան, ում թվում է, որ ինքը ցածր դիրք ունի, որովհետև բոլորս գիտակցում ենք, որ աշխարհը, որում մենք ապրում ենք, ինքը մեզ երանություն տալու հնարավորություն ունի, որովհետև կա բազմազանությունը, կա խոտը եւ կա Աստված։ Եվ նրանք հավասարապես, կոպիտ ասած, հավասարապես կարևոր են։ Մենք այդ գիտակցությամբ ենք ապրում եւ դրա համար ստեղծում ենք երանելի աշխարհ։ Հիմա դու ասեցիր, որ չես ուզում, որ ես լինեմ Աստված։
Դու ուզում ես, որ դու լինես Աստված։ Այ քեզ նյութական աշխարհ, այ քեզ կենդանի էակներ, որոնք բոլորը ուզում են նույն բանը, եթե կարող ես, դարձիր նա, ում բոլորը ուզում են ճանաչեն, որպես իրենց ղեկավար։ Այսինքն որպես իրանց երջանկության աղբյուր։ Խնդրեմ, այ քեզ ամբողջ տիեզերքը։ Կարող ես դարձի։ Եվ նրանք, ովքեր որ տեսելի քիչ թե շատ կարող են, Գերագույն Աստծո անձնավորությունը առանց ոչ մի նախանձի իրենց տալիս է նյութական աշխարհի ղեկավարների դիրքերը, կոչվում են կիսաստվածներ, հատկապես ֆունկցիոնալ կիսաստվածները։ Հասկանում եք։ Իսկ մենք ձեզ հետ, մենք այն փսորներն ենք, որոնք ոչ թե ինչ-որ տիեզերքը երջանկացնելու կամ հանդուրժելու ընդհանրապես բազմազանությունը, այլ նույնիսկ մի հատ փոքրիկ 4 հոգուց կազմված ընտանիքում չենք կարողանում հասնել այդ դիրքի, որ բոլորը ընդունեն, որ մենք կարող ենք լինել ղեկավար։ Կամ որ մենք այն աստավորություններն ենք, որը կարող է ապահովել երջանկությունը։ Չենք կարողանում դա իրականացնել, հասկանում եք, չէ՞։ Ասենք, կենդանիակներ կան, որոնք իրենք հավակնություն ունեն, որ իրենք կարող են։ Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է իրանց մի ամբողջ պետություն։ Ասում է արքես պետություն, հիմա նայի, տես, այ դու հիմա այդ պետության մեջ Աստվածն ես։ Քանի մարդու երջանկացրեցիր այդ հասարակության մեջ։ Քանի կենդանիակի կարողացար երջանկացնես, կարողացար ստեղծես հոգևոր աշխարհ։ Ну, կոպիտ ասած, վերջնական խոսակցությունը այսպեսին է, էլի, չկարողացար, չէ՞, դե ուրեմն ձայնդ կտրին, էլի, ուղղակի ընդունիր, որ ես ունեմ այդ պոտենցիան, նախասկզբնականորեն, իսկ դու չունես, եւ այո, դա հավերժ ճշմարտություն է, որը անփոփոխ է, վերջ։ Հասկանում եք, եւ այստեղ այդ հարցերը, սա ենք քննարկում, էլի, հարց տալու կուլտուրան, հարց բարձրացնելու կուլտուրան, որովհետեւ իրականում, երբ որ հայրացիները իրենք ասում են աբսոլյուտը դա բրահման է, հա, բրահման նշանակում է հավերժություն է։ Հասկանում եք, հավերժությունը, հավերժության հանդեպ տրամաբանական հարցեր չեն տալիս։ Հավերժությունը ընդունում են, ну как данность, այն մի բան, որը ինքը կա եւ ինքը այսպիսին է։ Չէ՞։ Տեսեք օրինակ հիմա նյութական աշխարհում ապրող կենդանիակները, օրինակ մենք, այ հիմա մենք մարդիկ մեր մոլորակի վրա։ Հա, մեզ տրված է, չէ՞, այս մոլորակը։ Մեզ տրված է այս բնությունը, որի մեջ դրված է ինչ որ մի հատ օրենք, որից ամենակարևորը դա կյանքի պայքարն է։ Եվ այդ պայքարի մեջ հաղթում է նա, ով ուժեղ է, սա առաջին բնության օրենքն է, հա, մենք կարող ենք տեսնել, որ ասենք նույն ծառի տակ ընկնում են հարյուրավոր իր սերմերը։ Հա, եւ այսպես փուչուր աճում են, եսի միջել անում, մեկ էլ նրանք տեսնում ենք մենակ 2-3 սերմ է, որ ծառ է դառնում այնքան, որ վերջում իր աղբյուրին, այդ հին ծառին տապալում գցում է, ինքը կայանում։ Սա է նյութական աշխարհի այն բնության համենայն դեպս, որի մեջ մենք ենք ապրում, օրենքը, չէ՞։ Հիմա մենք երբեք հարց չենք տալիս, չէ՞։ Իսկ ինչու է դա այդպես։ Ինչու ընդհանրապես բնությունը ինքը որոշեց, որ կյանքը ինքը պիտի լինի նրա հաշվին, որ մի կենդանին պիտի ուտի մյուս կենդանուն։ Հասկանում եք։ Դա ինչպես որոշվեց։ Չեք տալիս, չէ՞ այդպիսի հարց։ Բա ինչ ենք ուսումնասիրում, ինչպես է կառուցված։ Այսինքն այն, ինչ որ մեզ տրված է, դա ինչ է ընդհանրապես։ Սա ենք, չէ՞, այ դա բանականության համար, այո, խնդրեմ, ուսումնասիրությունը տրվածի, դա բանականությանը տրված է։
Հասկանում եք, բայց հարցադրում կատարել, թե ինչու է բնությունը ինքը այսպիսինը, ոչ մեկ այդ հարցի պատասխանը չի կարող տալ բացի Աստծուց։ Եվ հիմա մենք Բhagavad-ամով ձեզ հետ քննարկում ենք հենց այդ թեման, թե ինչու է Գերագույն Աստծո անձնավորությունը, այսինքն նա առաջի գաղափարը, եթե ես հասկացա, որ այս աշխարհը ինքը արարիչ ունի, չէ՞, եթե ինքը արարիչ ունի եւ նա անձնավորություն է, անպայման արարչագործության մեջ դրված է ինչ-որ մի հատ տրամաբանություն։ Հա? Եվ այն ինչ-որ ինքը Տերը ինքը ասեց Բրահմային, ասեց ճգնություն, այսինքն գնա մտի հարցի մեջ եւ ես քեզ պատասխանը կտամ։ Բնի մենակ ես գիտեմ այս ամեն ինչի համար է, քո բանականությունը ինքը արմատը չի գտնելու երբեք։ Հասկանում եք, այսինքն մենք պիտի հասկանանք, թե որ հարցերն են, որոնք իրանք ոնց որ կոպիտ ասած ապրելու իրավունք ունեն եւ պատասխանի արժանի են, եւ որ հարցերն են, որ իրանք խոսում են նրա մասին, որ ինչքան էլ ուզում է ներող կլինեք կենթանիակին թվա, որ ինքը եսի միջ բանականություն ունի, բայց դա տգիտությունից ծնված հարցեր են, որոնք իրանք իրականում, ասենք, կենթանիակին ոչ մի հնարավորություն չեն տալիս մոտենալ ճշմարտությանը։ Հիմա, ուրեմն մենք սկսում ենք խոսակցությունը այդպես, չէ՞, եթե Աստված կա, ապա հիմա այստեղ նկարագրվում է այդպես, ինչպես որ հիմա մենք ձեզ հետ արդեն մի քանի օր է մի քանի հանդիպում են, ծանոթանում ենք այդ նկարագրությունների հետ, չէ՞։ Ուրեմն ինչ խոսացվեց այստեղ։ Առաջի գաղափարը դա նա է, որ գերագույնը բացարձակը, հա, ինքը անանձնական չի։ Հիմա Բhagavad-ամը ինքը ամենասկզբից ինքը իր բերանով առաջի տեքստերում ասեց. բացարձակ ճշմարտությունը ընկալվում է որպես բրահման, այսինքն լույսի էներգիա, այդ բացարձակ լույս, որպես գերհոգի եւ որպես նախասկզբնական գերագույն ազնվորություն եւ դրա մարմնավորումները։ Չէ՞։ Հիմա իսկ հիմա այստեղ ինքը ասում է ինքը անանձնական չի։ Այսինքն մենք այստեղ հասկանում ենք, որ այդ լույսը դա միջանկյալ իրականացում է։ Մենք արդեն ձեզ հետ մոտավորապես քննարկեցինք, թե ինչպես է նյութական աշխարհը ինքը ծածկվում մթի շերտով, իսկ հոգևոր աշխարհը ինքը լույսի շերտն է։ Այսինքն այդ ստիկը հոգևոր եւ նյութական աշխարհի դա հանդիպումն է բացարձակ լույսի եւ բացարձակ մութի միջև։ Բայց այդ լույսը, որում հայտնվում են կենդանիակները, որոնք իրենք ազատագրում են ստանում նյութական աշխարհից, հասկանում եք, եթե կենդանիակը ինքը ասում է, որ ինքը լույսի մեջ է, չէ՞, եւ անմիջապես դրանից հետո օրինակ հայրենասիրական գաղափարներ է քարոզում, կամ չգիտեմ, ծնողական հարաբերությունները, բարոյականության սկզբունքների հանդեպ կապվածություն է ցուցաբերում, չէ՞, ուրեմն այդ սկզբունքները տալ այն անձնավորություններին, որոնց համար դա անհրաժեշտ է, դա այլ բան է, հա? Դրանով ինքդ գերված լինել, դա լրիվ ուրիշ բան է։ Եվ նրանք, ովքեր գերված են նյութական աշխարհում այդ բարոյականության դաշտի, ինչ-որ այդ ամենի մեջ, որը կոչվում է զգայական վայելքի հնարավորություն, հա, իրանք չեն կարող լինել ազատագրված հոգիներ։ Ու այդ իրաց պնդումների մեջ ինչ-որ բան են չի, ես հələ որ այսպես կասեմ։ Հասկանում եք սերիներս, չէ՞։ Եվ այն նրանք, ովքեր որ դուրս են գալիս այդ լույսի մեջ, այսինքն ազատվում են նյութական աշխարհի գերությունից, դա վերջնական ճշմարտությունը չի։ Այսա է, որ մենք պիտի հասկանանք, հա, որովհետև ակտիվությունը դա կենդանիակի անբաժանելի մասնիկն է։ Հենց որ կենդանիակը ինքը դուրս է գալիս օրինակ նյութական մարմնից, ինչու մենք կոչում ենք մահ, չէ՞, ինքը իր հետ տանում է ակտիվությունը եւ նյութական մարմինը ինքը դառնում է դիակ, այսինքն անշարժ փթող մի հատ երևույթ վերջ։ Հասկանում եք։
Եվ այդ բանը, այդ որ կենթանիակը իսկ գերագույն աստվածավորությունը ինքը նույնպես կենթանիակ է, չէ՞, իդրաման ինքը ասում է, որ այդ բացարձակի մասին դու պիտի հասկանաս, որ ինքը կենթանիակ է, ինքը անձնավորություն է։ Ուղղակի ինքը դա այն անձնավորությունն է, որից կախված է ամեն ինչ։ Եվ երբ որ մենք այդ հայտարարությունը անում ենք, մենք պետք է անմիջապես նրա կողքին, որ ինքը բանանի, ասեք, անմիջապես նրա կողքին ինքը բանանի, հասկանա, չէ, որ թե ինչպիսին է այդ կենթանիակի բնավորությունը։ Հասկանում եք։ Ես դրա համար բացարձակապես ակնհայտ է, որ եթե հոգևոր տեսությունը ինքը չի պարունակում գիտելիք գերագույն աստվածավորության հանդեպ, չէ, ինքը չի կարող ծնի գերագույն աստվածավորության հանդեպ սեր։ Հասկանում եք, որտեղ որ մենք ընդունում ենք, որ կա մի աստվածություն, որը ինքը գեր հզոր է, իր արդարությունը եւ իր բնավորությունը դառնում է ահա որ կարևոր։ Համաձայն եք, չէ՞։ Եվ ուրեմն տեքստը ինքը խոսում է դրա մասին, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անշուշտ անհատականություն է։ Հա? Եվ իր կողմից ստեղծված տրանսցենդենտալ ջրերը կոչվում են նառա, իսկ նրան, ով պառկած է այդ ջրերի վրա, անվանում են նարայանը։ Հա, այստեղ թարգմանվել է որպես բան, որպես նարայանա, որպես իմինը մարդ, բայց մենք հիշում ենք, որ նառա բառը ինքը երկու վարկից էր բաղկացած եւ կապ ուներ անմիջապես ջրերի հետ։ Չէ՞։ Ուրեմն պետք է հստակ իմանալ, որ բոլոր նյութական բաղադրիչները, գործողությունները, ժամանակը, գունաները եւ դրանք վայելելու համար ստեղծված կենթանիակները գոյություն ունեն միայն Տիրոջ ողորմածության շնորհիվ, եւ հենց որ նա դադարում է հոգալ նրանց մասին, ամեն ինչ դառնում է գոյություն չունեցող։ Ինչ ասեց այս տեքստը։ Հա? Ինքը ասեց, որ կա ինչ-որ մի պահ, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հավարում է, որ նյութական աշխարհը պիտի գոյություն ունենա։ Եվ ինչ-որ մի պահ կա, որտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համարում է, որ նյութական աշխարհը պիտի վերանա։ Եվ երբ որ ինքը համարում է, որ նյութական աշխարհը պիտի գոյություն ունենա, այդ նյութական աշխարհը ինքը արարված է այդպես, որպեսզի կենդանիակները կարողանան այդտեղ իրականացնել իրենց ցանկությունները, որտեղ կենդանիակների ցանկության համաձայն։ Հա, հիմա իսկ երբ է գալիս այդ ժամանակը, որ գերագույն Աստծո անձնավորությունը այլևս այդ ողորմածությունը չունի, ինքը ասում է այս տիեզերքը պիտի այս պահին վերանա։ Եթե մենք խոսանք մակրոանալիզով, նյութական աշխարհը հիմա ինքը ասենք այս պահին արարված է, չէ՞։ Երբ որ ինքը արարված է, այնտեղ գոյություն ունի հոգևոր կյանք, այսինքն կան կենդանիակներ, որոնք իրենք մշտական կյանքից կյանք, ճիգեր գործադրելով բարձրանում են, որ նյութական աշխարհից դուրս գան։ Բայց այդ ամեն բոլոր ազնվորությունները, հա, երբ որ իրանք արդեն գնում են դեպի նյութական աշխարհից դուրս գալու, տեսեք, իրանք մի հատ պահ ունեն, չէ, երբ որ իրանք մի հատ թռիչք են կատարում, շատ հետաքրքիր։ Դա ո՞րն է։ Ամեն ազնվորություն ինքը ունի իր ճակատագիրը, այսինքն ծնվել է ինչ որ ընտանիքում, եւ դա նշանակում է առնվազն ունի հայր-մայր, որոնց առաջ ունի պարտականություն, հա, ծնվում է ինչ որ երկրում, որի հանդեպ ունի պարտականություն,
չէ՞։ Եվ տեսեք, այ հրաժարման, այսինքն կենթանիակը ինքը բարոյականության դաշտում, կյանքից կյանք պտտվում է, այդ նյութական երջանկության հետևից ընկած, հա, բայց մշտական ծնվում է հոգևոր դաշտում, այսինքն հայրացիների քաղաքակրթության մեջ, եւ գալիս է մի պահ, երբ որ այդ կենթանիակները իրանք գնում են դեպի հրաժարում։ Սա շատ կարևոր կետ է, ուշադիր լսեք ինձ։ Այ երբ որ իրանք սկսում են գնալ դեպի հրաժարում, չէ՞, կտրվում են ինչ-որ կապեր։ Հասկանում եք, այսինքն, օրինակ, շատ պարզ օրինակ բերեմ, որ հասկացվի ինչի մասն է խոսքը։ Օրինակ ասենք, կենթանիակը ինքը թողեց գնաց հրաժարման, ամենավաղ տարիքում թողեց գնաց հրաժարման։ Ինքը ինչ-որ պարտականություններ ուներ, ինքը այդ պարտականությունները չկատարեց, իրա փոխարեն այդ պարտականությունները կատարեցին ուրիշները, այն նրանք, ովքեր որ կատարեցին այդ պարտականությունները, ուրեմն այն ազնվորությունները, որոնց այս հրաժարվածը թողել է, ստեղծեցին նոր կապեր, հա, եւ այդ ազատագրվածները իրանք այսպես կոպիտ եմ էլի ասում, որ հասկանանք, հա, իրանք կուտակվում են, ահռելի քանակությամբ կուտակվում են, չէ, որ դուրս գան այս նյութական աշխարհից։ Այ որ այդ բանը տեղի է ունենում, որ այստեղ նոր կապեր են առաջացել ահռելի քանակությամբ, հա, այսինքն պերիգրուսկա էլի, այ շատ է։ Ինքը ահռելի քանակությամբ նոր կապեր են ձևավորվել, չէ, այստեղ էլ ահռելի քանակությամբ կուտակվել են, որ պիտի ազատագրվեն, այ Գերագույն Աստվածնավորությունը ինքը այդ ժամանակ մեծ հետ է քաշում նյութական աշխարհը, այդ ամեն ինչը անում է, սրանց ուղարկում է այնտեղ, նրանց մեջ այդ բոլոր կապերը, միլիարդավոր կապեր, ուրեմն բան է անում, դնում է իր տեղը, հա, եւ նորից նյութական աշխարհը արարում։ Այսքան այդպես չէ՞ էլի, որ քեզ կապրիզով մեկ էլ նստում է, ասում է, լավ, սպասի, արի, այսօր ես արարեմ։ Մեկ էլ մի 3 օր հետո մտածում ես, լավ, հերիքա, դավա հիմա էլ քանդեմ։ Չէ, այ ինքը պետք է հասնի պիկին, որտեղ ռեստարտ է պահանջվում։ Հասկանում եք, տեսեք, կա կոմպյուտերա անջատելու process-ը, չէ, եւ կա ռեստարտի։ Ռեստարտը ո՞րն է, որտեղ այդ անջատվելը ինքը տեղի է ունենում, այսպես ոնց որ մի վայրկյան, որտեղ ինքը ինչ է անում, ինքը այդ ռեստարտի ժամանակ ինքը ազատվում է բոլոր իր համար ոչ պետքական բաներից, չէ, եւ նորից է գործի դնում այն ամեն ինչ որ ռեալ պետք էր։ Հասկանում եք, իսկ դրա անհրաժեշտությունը միշտ առաջանում է, когда перегрузка, երբ որ ինչ-որ մի բանը արդեն չափից ավել է, էլի կուտակվել։ Իսկ նյութական աշխարհում կուտակվում են միայն կարմիր ռեակցիաները։ Հասկանում եք, այ որ այդ նոր գծերը պիտի միացես լրիվ թափ տրվի, չէ՞։ Այդ ժամանակ Գերագույն Աստվածնավորությունը հետ է քաշում նյութական աշխարհը։ Չգիտեմ, կարողացեմ բացատրեմ, ինչեմ ուզում ասեմ, էլի։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն տեսեք, այսա ինքը շատ կարևոր կետ է, որ Գերագույն Աստվածնավորությունը ինքը ողորմած է։ Ինչի համար է որ նյութական աշխարհը արարելը, ինքը կախված է ողորմածությունից։ Որովհետև իրականում նյութական աշխարհ են գալիս կենթանիակներ, որոնց հիմքը դահանձն է, եւ դա ինքնըստինքյան նշանակում է, որ իրանք վատ արարքներ են գործելու։ Իրանք տառապանք են պատճառելու իրար։ Իրանք թշնամություն են անելու իրար հանդեպ։ Մրցակցելու են միմյանց հետ։ Մի կենթանիակը հաճույք է ստանալու մյուսի հանդեպ դաժան բաներ անելով։ Հա? Եվ կամավոր Գերագույն Աստվածնավորությունը ինքը երբեք այդպիսի աշխարհ չէր ստեղծի։ Եվ դա իր գեր զիջումն է, որին ինքը լինելով մաքուր սեր հնարավորություն է տալիս, որ կենթանիակները սկսեն իրար տառապանք պատճառել ու ատել իրար։ Դա է իր ողորմածությունը։
որ ինքը համաձայնություն է տալիս։ Բայց տեսեք, միևնույն է, եթե մենք հոգեբանության տեսանկյունից ենք նայում, չէ՞, միևնույն է Գերագույն Աստծո անձնավորությունը իր նախասկզբնական որոշումը, իր նախասկզբնական կամքը, որ կենդանի ակտերը իրենք նախատեսված են հավերժ գոյության, երանության համար, ինքը չի զիջում։ Ինչու՞մ է դա արտահայտվում, որ երբ որ կենդանի ակտերը ուզում են իրար վնաս տալ, Գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ ասում է կներեք, այնպիսի դե ինչպիսի դուք իմն եք, դուք իրար վնաս տալու հնարավորություն չունեք։ Իմ մեջ վնաս տալու հնարավորությունը չկա։ Եթե դուք ուզում եք իրար վնաս տալ, ուրեմն անջատեք ձեր ուղեղը, նույնացրեք ձեզ այս մարմինների հետ, մտածեք, որ դա դուք եք, այս ինչ որ մի հատ ժամանակավոր տիկնիկ է սարքած, խնդրեմ այդ տիկնիկներով իրար ուզում եք սպանեք, ինչ ուզում եք արեք։ Հասկանում եք, ինքը միևնույն է, չի զիջում։ Ինքը չի զիջում իր նախասկզբնական մտադրությունը, որ կենդանի ակտերը պիտի երջանիկ լինեն իրենց գոյության մեջ։ Եվ տալիս է այդ փորձը, խաղալիքի փորձը։ Եվ միստիկական իր հնարավորություններով կենդանի ակին նույնացնում է այդ փորձի հետ։ Ինքը ես ասել եմ արդեն, էլի, բան, ես ասում էի գժեր, ինձ ուղեկցին ինչ-որ մի հատ ավելի գրագետ խոսք ասեցին աշակերտներս, հիմա մոռացա։ Ну, в общем, բարձր իջիմաստ է խոսքը, չէ՞։ Հասկանում եք, ինքը միևնույն է դա չի զիջում, բայց ինքը ողորմածաբար այդ հնարավորությունը տալիս է։ Ինչու համար, որպեսզի կենդանի ակտերը տեսնեն, թե ինչի է վերածվում աշխարհը։ Երբ որ հիմքը նախանձնու ատելությունն է։ Հասկանում եք։ Եվ ուրեմն իրավողորմածության հաշվին է, որ կենդանի ակտերը իրենք ունեն նյութական աշխարհը, հա, եւ կա ինչ-որ մի պահ, երբ որ մենք արդեն դա քննարկեցինք, որ ինչ-որ պերիզագրուսկա է հարկավոր լինում, ինքը դադարում է հոգ տանել եւ հետ է քաշում նյութական աշխարհը, որպեսզի նախապատրաստի այդ աշխարհի հաջորդ արը։ Եվ ուրեմն այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն